Այսօր ֆորմատից ավելի դուրս ենք եւ երեքով ենք հանդիպել, շատ ուրախ եմ դրա համար, ողջունում ենք բոլորին եւ շնորհակալություն ենք հայտնում։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր վերջապես կարողացանք ժամանակ հատկացնենք իրար sense ավելի մի տերմին on-line հարթակից դեպի իրական կյանք։ Ողջույն սիրելիներս, մի փոքր զրույց անենք կանանց թեմաների շուրջ, հասկանանք կինը ինչ է ուզում։ Ընդհանրապես մենք այսօր մի թեմա ենք ընտրել, ինձ թվում է այդ թեման համեզ շատ հետաքրքիր կլինի հասկանալ թե մենք ինչ ենք մտածում այդ թեմայի շուրջ, ինչպես նաև ինչ են մտածում մեր հետևորդները։ Այսօրվա մեր թեման կլինի Women supporting women։ Կանայք աջակցում են կանանց։ Նաև կան կանայք, ովքեր չեն աջակցում, միգուցե այդ մասով է կարող ենք զրուցել։ Իհարկե, որովհետև հասկանանք, որ տարբերակն է։ Չեն ուզում, որ կողքինը ավելի հաջողած լինի։ հաջողած լինի։ Այո։ Օրինակ, երևի հենց առաջի հարց իրար հետ քննարկման համար կարող ենք ասել բարի նախանձ Աստվածը ինչպես է կընդունում դուք։ Համակարծիք եք, որ կա բարի նախանձ Աստվածը։ Համակարծիք չեմ, որովհետև ինձ համար նախանձը ինքը նախանձ է։ Ինքը չի կարող լինի բարի նախանձ կամ չար նախանձ, որովհետև ինքը նախանձը նեգատիվ է արդեն իրանից բերում։ Եթե մարդը իր մեջ ունի նախանձ, ուրեմն դա բարի կոչել։ Բարի չես կարող կոչել։ Եվ բայց մի քիչ ուրիշ ձև կարանք դա մեկնաբանենք, եթե օրինակ մի մարդ անընդհատ ուրիշների օրինակներից ուզում է վերցնի եւ նմանվի մեկ ուրիշին, դա էլ ինչ-որ level-ն էլ ունի, եթե օրինակ տեսնում ես մի մարդ ավելի successful է, իր գործում ավելի առաջ է գնացել եւ դու ես ուզում նմանվես իրան successful լինես, պետքա ոչ թե ավելի նախանձով նայես, որ ինչի այդ մարդը ունի դու չունես, այլ դու պետքա աշխատես քո վրա եւ դու ինքդ աճես հասնես այդ դրան եւ վերցնես նրա օրինակը որպես motivation, այլ ոչ թե նախանձես։ Ես համակարծիք եմ։ Հենց իմ կարծիքը ավելի ես այդպես էի ուզում արտահայտել, այսինքն լինի ոչ թե որպես բարի նախանձ, որովհետեւ նախանձը ինքնին արդեն բարի լինել չի կարող, ինձ թվում է։ Ավելի շատ ես դա կնայեմ որպես մոտիվացիա, որպեսզի դու էլ կարողանաս ձգտես եւ հասնես նրան, այլ ոչ թե նախանձես։ Այնպես որ իմ կարծիքով է բարի նախանձ չեմ կարծում երևա։ Կուզեի ավելացնել, որ ոչ մի բան միանգամից չի լինում։ Այսինքն եթե դու տեղում նստես եւ դիմացինիդ օրինակը վերցնես, ասես, այ ես էլ եմ ուզում տենց լինեմ, ու մյուս շաբաթ լինելու եմ տենց, դա չի կարա լինի։ Դա մեծ աշխատանք է պահանջում, չէ՞, իրանից, որ նախ ինքդ քո վրա պետք է աշխատես, որ կարողանաս հասնես այդ կետին։ Եվ հենց այս ամենի հետ կապված կուզենամ ես շնորհակալություն հայտնել բոլոր մեր հետևորդներին, ովքեր իսկապես փորձել են աջակցել, որպեսզի մեր ալիքը ել ավելի արագ զարգանա, շատ շնորհակալ ենք բոլորին։ Առիթից օգտվեցի, որպեսզի կարողանանք իսկապես այդ դրական էներգիան, որ եկավ դեպի էկրանի այս կողմից դեպի մեզ, մենք ոգեշնչվեցինք եւ փորձում ենք ամեն ինչ անենք, որ ել ավելի լավ, ել ավելի հետաքրքրաշարժ ծրագրեր կարողանանք միասին ստեղծել։ Շարունակենք թեման։ Օրինակ, ինչի եք կարծում հիմա ինչ պատճառով է, որ կանայք, աղջիկները, երիտասարդությունը ավելի առաջ են գնում, ավելի կարողանում են իրենց կյանքում հաստատուն լինել, կայուն լինել, քան օրինակ մեր ծնողների ժամանակ, generation-ի ժամանակ։ Ինչն է պատճառը։ Իմ կարծիքով այսօր կանանց հնարավորությունները շատ ավելի շատ են, քան տարիներ առաջ, ինչպես արդեն նշեցիր, Միլ ջան, տարիներ առաջ մեր ծնողները սկսած թե կրթության առումով, թե հնարավորությունների եւ իմ կարծիքով առաջ ախր այնքան շատ էր առանձնացված կանայք, տղամարդիկ, այսօր մենք չունենք այդ խնդիրը։ Ես ինքս մտածում եմ, որ եթե ես ունենայի դուստր, առաջին խորհուրդը որ կտայի, որ կինը պիտի լինի իր կյանքում վստահ, independent, անկախ եւ ունենա իր գումարը եւ իր ամենաառաջնայինը կրթությունը, մասնագիտությունը անպայման։ Որովհետեւ պետք է կինը կախում չունենա ոչ ոքից, որովհետեւ կյանքի ցանկացած этаպում իմ կարծիքով կինը պիտի լինի անկախ եւ կայուն։ Իսկ դրա համար առաջնայինը ինձ համար կրթությունն է եւ ճիշտ մասնագիտությունը։ Որպես լրացում երևի կասեմ կարծրատիպերն են փոխվել եւ մենք աշխատում ենք որպեսզի սոցիումի կարծրատիպերը մի փոքր ավելի այսպես
շատ ուշադրություն չդարձնենք եւ երբ որ տեսնում ենք որ այդ կարծրատիպերը արդեն լուծվում են դա արդեն հետը բերում է նրան որ ավելի մենք այս սերունդը ավելի մոտիվացված է ավելի անկախ է որովհետեւ ինձ թվում է հիմիկվա սերունդը մենք թեկուզ մեզ որ մեծացրել են, ինչպես են մեծացրել։ Մենք ավելի շատ լսել ենք, որ ամոթ է, չի կարելի, ինչ կմտածի հասարակությունը։ Այսօր Փառք Աստծուն մենք հասել ենք այն կետին, որ մենք առաջինը մտածում ենք, մենք դա ուզում ենք անել, թե չէ։ Դա մարդ երբ որ անում է մի բան, ինքը պիտի սիրի դա։ Ես կարծում եմ իմ ոչ այնքան շատ կյանքի տարիների ընթացքում փորձից հասկացել եմ, որ դու պիտի սիրես ինչ որ դու անում ես, առանց մտածելու, եթե դա քեզ երջանկացնում է, ուրեմն պիտի անես առանց մտածելու, ինչ կմտածեն կողքից մարդիկ։ Եվ դու լինես քո մոտիվացիան։ Լրացում կուզեի անել նաև, որ օրինակ ինքս լինելով աղջկա մայր, ես փորձում եմ նրան արդեն փոքր տարիքից այդ ինքնավստահությունը իր մեջ ներշնչեմ կներեք սխալ բառի համար փորձում ներշնչեմ ու ստացվում է միգուցե նաև location-ը կապ ունի թե մենք որտեղ ենք ապրում քանի որ ես ինքս ծնվել եմ Հայաստանում միգուցե այն ժամանակ մի քիչ ավելի տարբեր էր բարքերը եւ ամոթ էր երբ որ դու քո երեխային գովում էիր ինչ որ իրան լավ խոսքեր էր ասում իրա միշտ ասում ես թող մնա կողքի մարդիկ թող քեզ գովեն չէ բայց դրանով դու քո երեխային միշտ ավելի Հակ ես պահում, ինքը չի կարողանում այդ ինքնարտահայտվի Եվ հետագամ կարծում եմ հենց դա էլ կարա լինի պատճառը, որ մարդը ինչքան փակ է, ինչքան ինքնավստահություն չունի, ինքը հետագայում ավելի դժվարությամբ է կարողանում ինչ-որ մի բանի հասնել անկասկած Եվ մեր generation-ը փորձում է մեկ այլ տեսանկյունից նայել այդ հարցին եւ մեր երեխաներին չեմ ուզում առանձնացնել աղջիկ թե տղա, բայց ավելի ուրիշ ձև ենք փորձում մեծացնել, ավելի իրենք իմանան ինչ են ուզում եւ իրենց ձայնը ունենան։ Երբ որ երեխան արդեն փոքրուց մեծանում է այդ մտածելակերպով, հետագայում ավելի հեշտ է իրան կայանալը եւ ինքնուրույն դառնալը։ Այո, եւ առաջի աջակցությունը ստանում է իր համար ամենակարևոր մարդկանցից, ովքեր իրեն համար էտալոն են լինում հետագայում, մայրը, հայրը, դրա համար իրականում շատ կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրը աշխատի իր վրա եւ փորձի օրինակ լինել եւ այն ինչը որ նախկինում սխալ է համարվել, այն ինչը որ այսպես կոնսերվատիվ է ամեն ինչ եղել եւ մենք տեսել ենք որ դա սխալ է, դա չփոխանցենք մեր երեխաներին։ Իհարկե աշխատանքը non-stop է, անընդհատ մենք պետք է փորձենք կատարելագործվենք Եվ դրա համար ես համակարծիք եմ այդ մտքի հետ, որ հատկապես աղջիկների, չեմ ուզում շատ ֆեմինիստական հնչի եթերը, բայց աղջիկների դիմաց ավելի մենք support-ը ավելի Եվ իհարկե չափի մեջ, որովհետև իմ ասածս չի վերաբերվում, որ պետք է այնքան աղջկա ազատություն կամ երեխայի այնքան ազատություն տա, որ դա արդեն մեկ այլ level-ի գա Ամեն ինչ պետք է չափի մեջ լինի, ճիշտ դասերակելով եւ ճիշտ ուղու վրա դնելով այլ ոչ թե տաս այն ազատությունը, որ հետո արդեն էլ չկարողանաս հետ բերել հավաքել։ Թեմայի շուրջ մեկ ուրիշ հարց ունեմ ձեզ։ Օրինակ դուք կարծում եմ շատ եք բոլորդ այդ արտահայտությունը լսել, օրինակ հավատում եք ընկերությանը կանանց միջև։ Ասում են օրինակ ես շատ եմ իմ կյանքում այդ արտահայտությունը լսել, որ ավելի հեշտ են մարդիկ ընկերություն անում հակառակ սեռի հետ, քան որովհետև ասում են կանայք նախանձ են։ Այսինքն դու ուզում ես հասկանաս նախանձենք թե ոչ։ Կանայք նախանձ։ Այսինքն անկեղծ կարողանում ենք իրար այդ ընկերություն անել թե չէ։ Միանշանակ այո։ Ես էլ եմ կարծում այո։ Ինչի միանշանակ այո, եթե գտնես քո նմանին, ոչ թե գտնես, այլ հասկանաս, որ դիմացինը կիսում է քո կարծիքը, կիսում է քո հայացքները, արժեքները, եւ դու ինքդ կարողանաս քո վրա աշխատելով դառնաս լավ ընկեր, քեզ բերես այն հասունությանը, որ կարողանաս քո ներքին այդ հենց նախանձը, իրեն հաջողակ չտեսնելու այդ ոնց որ ասած մոլուցքը, որ շատերը ունենում են, եթե դու դա հաղթահարես, բնականաբար դու կարող ես լավ ընկեր լինես։ Եվ եթե քո շրջապատում կան այնպիսի կանայք, ովքեր որ հաջողակ են, դու ավտոմատ դու ինքդ դառնում ես հաջողակ։ Դա չգիտեմ որ միլիոնատեր մի հաջողակ բիզնեսմեններ ասել, որ եթե քեզ շրջապատում ես
մի քանի հաջողակներով դու ինքդ դառնում ես հետագայում դրանցից մեկ։ Այո, համաձայն եմ Լուս ջան, ու ուզում էի մի կետ էլ նշել, նշեցիր հասունության համար։ Ես ինքս իմ շրջապատում ունեմ շատ ծանոթներ, շատ կանայք, որ սիրում եմ այդ ընկերասիրությունը, բայց շատ ճիշտ նշեցիր, որ ամեն մեկի հետ չես կարողանում լինել նույն, այսպես ասած, level-ի վրա, քանի որ շատ դեպքում հանդիպում են 20 տարեկանների, 20-ների մեջ կանայք, բայց իրենք արդեն այնքան հասուն են լինում ու այնքան պատրաստված, որտեղ ինձ թվում է միայն իր կյանքում հասուն եւ ինչ որ մի լավ կետի հասած կինը հասուն լինելով կարող է support անել մնացած կանանց։ Որտեղ եթե մարդը հասուն չի լինում, կայացած չի լինում, իրանք այդ mindset-ը չեն ունենում, որ կարողանան support անել մնացած կանանց։ Իմ անձնական կարծիքն է իհարկե։ Բայց այսպես, Միլդու ինչ կասես։ Ես կասեմ, որ միայն կայացած լինելը չի, որ մարդուն լավ ընկեր կամ support անելու համար միայն կայացած լինելը քիչ է, դու ինքդ բնավորությամբ պետքա լինես դիմացինին այդ աջակցողը, դու ինքդ պետքա բնավորությամբ լինես եւ ուզենաս տեսնես դիմացինիդ, որ նա էլ քոպես լինի առաջ գնացած, ինչ որ մի բանի հայցած եւ Այո, որտեվ պետք է կարողանան, նակ շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ ինչ որ մեկ ուրախանում է մեկ ուրիշի success-ով։ Սկզբից որ հարց տվեցիր, արդյոք հնարավոր է կանանց մեջ ընկերություն, իհարկե, մենք մեր կյանքի տարբեր էտապներում ծանոթանում ենք տարբեր մարդկանց հետ, ում հետ որ կարողանում ենք արդեն բաժանենք, թե այս մարդու հետ մենք գործնական ընկերներ ենք, այս մարդու հետ ավելի ընտանեկան ընկերներ ենք, այս մարդու հետ ավելի ժամանցային ընկերներ ենք, մենք ինքներս դա կարողանում ենք տարանջատել իրարից։ Այ այդ գործնական ընկերները, այդ ժամանակ պետքա լինես մի քիչ ավելի խոհեմ, հա? Խոհեմ, մի քիչ ավելի ընտրություն անող, անալիզ անող, ընտրություն անող, որ կարողանաս այդ գործնականը, ով որ պետքա քեզ օգնի, որ դու դուրս գաս քո այդ քառակուսու մեջից եւ առաջ գնաս, այ իրանք պետքա լինեն։ Բայց չես կարող դու քո ընկերական շրջապատը մենակ իրենցով դասավորես, որովհետև մենք մեր կյանքում շատ տարբեր, ասենք, ընտանեկան այդ ընկերները մի ուրիշ բանի համար են լավ, չէ՞, իրանց հետ լավ ժամանակ ես անցկացնում, չգիտեմ, մանկության ընկերները մի ուրիշ լրիվ թեմա է, որ իրանց հետ դու այն անկեղծ ընկերություն ես ունեցել եւ չես կարող հիմա իրանց ուղղակիորեն հեռացնել քո կյանքից, որովհետև ասենք իրանց հետ դու գործնական ոչինչ չունես։ Դրա համար մի քիչ այդ գործնականով, այո, պետքա ընտրություն ինքդ անես եւ քեզ շրջապատես քեզ օգուտ, բայց դա նաև չի նշանակում, որ դու ուղղակի պետք է այդ մարդկանց նայես, որպես քեզ առաջ տանող, այլ այդ անկեղծ պետք է լինես ընկերության մեջ։ Այո, անպայման անկեղծությունը պետք է լինի ուղղակի արդեն մեկ այլ level-ի վրա։ Եվ եթե դու տեսակը գրողն ես, այսինքն դու մեկն ես, ով ունի բարի կամք, կամեցողություն եւ գրում ես այդ ամենը քո ներսում, դու միանշանակ կարող ես դա տալ։ Այսինքն ունես այդ պոտենցիալը տալու, բայց եթե դու դա չես կրում, դու երբեք չես կարող որևէ մեկին օգնես, որևէ մեկի լավը ուզենաս, դա անհնարին է իմ համար։ Գիտես, մարդիկ շատ տարակարծիք են լինում, բայց ես ուզում եմ մեր օրինակը բերեմ, որ մենք արդեն քանի տարի է իրար հետ մի գործի շուրջ ենք հավաքված։ Ու ամենաշատն ենք այդ գործը սիրում։ Մնացած բոլոր գործերը այդքան չենք սիրում, ինչքան որ այս գործն ենք սիրում։ 12 տարի է։ 12 Մենք բոլորս լինելով անհատներ, լրիվ տարբեր բնավորության մարդիկ, լրիվ տարբեր աշխարհայացներ ունենալով, բայց մենք կարողանում ենք 4-ով համախմբվել մի գործի շուրջ եւ այսքան տարի իրար հետ ջերմ այո, աշխատել։ եւ իրար բացերը լրացնել եւ իրար, այո, եւ իրար քննադատել, բայց առողջ քննադատել եւ հենց այս հարցի հետ կապված, այս խոսքի հետ կապված ուզում եմ գիտեք ինչ ասել, որ ինչպես է այդ առողջ մրցակցության վերաբերվում, այսինքն առողջ մրցակցություն հասկացողությունը ինչպես է կա, չկա, թե մրցակցությունն էլ որպես նախանց կարելի ասել չէ, մրցակցությունն էլ դնում ենք մի կողմ։ Առողջ մրցակցությունը արդեն գալիս է սիրայի նախորդ
ասած, որ երբ որ մարդ ինքը կայացած է, ինքը արդեն առողջ մրցակցության մեջ է։ Եթե դու ինքդ արդեն կայացած անձ ես եւ քո գործում հստակ ոտքերիդ վրա ես կանգնած, դու կարիք չունես արդեն մրցակցության մեջ լինելու։ Չէ, հասուն միտք ես ունենում արդեն։ Օնլայն հարթակում ենք մենք արդեն եւ լինում են տարբեր մեկնաբանություններ, լինում են, որ գալիս են մեզ շատ լավ, ասենց դրական կոմենտներ են ուղարկում, զանգեր, բայց կար նաև վատը, ճիշտ է։ Եկեք կփում ենք, որ դա էլ կա։ Ինչ եք կարծում, ինչից է, որ մարդիկ առանց ճանաչելու, առանց հասկանալու, թե ինչ է կատարվում էկրանի հակառակ կողմում, կարողանում են նման մեկնաբանություններ գրել, կարողանում են իրենց այդ նեգատիվ, ինչ-որ ասած ներքին բանը արտահայտել օնլայն։ Ես իմ կարծիքն ասեմ։ Ես անգամ երեխաներիս հետ կապված, երբ որ ասում են բուլի անելը։ Ես միշտ մարդկանց ասում եմ երբեք ոչինչը, ոչ մի բանը personal չընդունեք, որովհետև երբ որ մարդ իր կյանքում հաստ չի, իր երջանիկ չի, իր ունեցածի հետ հաստ չի, այդ մարդը չի կարող լավ կոմենտ գրել։ Իմ կարծիքն է դա անձնական, որովհետև ես միշտ իմ բալիկներին եմ ասում, երբ որ մարդը երջանիկ, ինքը չի կարա դիմացինին ուզենա ցավացնի։ Երբ որ մարդիկ ինչ-որ մի խնդիր ունեն իրենց կյանքում, իրենք արդեն մեխանիկորեն այդ նեգատիվը միգուցե երևի անգիտակցորեն, անկախ իրենցից արդեն տարածում են այդ ամենը։ Դա կլինի օնլայն հարթակում, դա կլինի social media-ում, կապ չունի։ Ես այդպես եմ մտածում։ Ես փորձում եմ այդ մարդկանց ուղղակի բարությամբ պատասխանել, չկորցնել իմ տեսակը։ Այո, որովհետև Եվ այսպես ասած ես անում եմ ես, դու անում ես դու, որովհետև դու քո տեսակով ես, ես իմ տեսակով, ես փորձում եմ ուղղակի իմ պոզիտիվությամբ դա ուղղակի շտկել եւ շարունակել։ Ես կավելացնեի, որ դա նաև կապված է դասերակցության եւ կրթության հետ։ Եթե մարդ մի քիչ գիտեք ինչ կրթությունը դա միայն գիրք կարդալը եւ համալսարաններ դիպլոմներ հավաքելով համալսարաններ ավարտել չի, դու կարող ես ինքնակրթվել եւ ուղղակի տարբեր թեկուզ օնլայն հարթակում կարդալով որոշ բաներ կամ գիտելով արդեն հիմա շատ են, չէ, podcast-ի նման հանդիպումները կարդալով դրանք կամ լսելով դրանք դու կարող ես ինքնակրթվել եւ հասկանալ արդեն տարանջատել, որ ախր բաներ կան, որ դու չես կարող ես մտածել, բայց սխալ է արտահայտվելը կամ դիմացինին վիրավորելը։ Էթիկայի նորմերը պետք է պահպանել օնլայն հարթակում, օֆլայն հարթակում եւ ընդհանրապես մարդը ինչքան կրթված է լինում, իր ձայնը ավելի ցածր է լինում, որովհետեւ ինքը մի պահ իրան ուզում է պաուզա տա, մտածի, խոսելուց առաջ, հետո նոր խոսա, չի, բայց եթե այն մարդիկ, ովքեր որից թվում է այդ կրթությունը չունեն, դասերակցությունը չունեն, իրանք ավելի sense բարձրաձայն են եւ ամենտեղ կոմենտ ունեն անում։ Այո, եւ իրավունք են վերապահում, որ կարող են նման կարծիքներ հայտնել առանց դիմացիներին ճանաչելու։ Ես նաև հակված եմ այն մտքին, որ երբ որ դու դրականը տալիս ես, դրականը քեզ հետ է գալիս։ Ես շատ սիրում եմ, երբ որ մի գեղեցիկ բան նկատում են կանայք իրար մեջ, օրինակ, գեղեցիկ է զգեստդ, կամ ինչքան սիրուն աչքերդ, կամ այսինքն անընդհատ այդ կոմենտ տալը, գեղեցիկ բաներ նկատելը ու արտահայտվելը, ինձ թվում է մի օր էլ հետ է գալիս քեզ։ Անպայման։ Անկեղծ լինելը, չէ՞, անկեղծ հաճոյանալը։ Դե հա, բնականաբար ռեալ մի բան չասես, որ ասենք իրականության համապատասխան չի։ Ուզում եմ ասեմ, որ շատ ես այդ դրական պտույտին շատ հակված եմ։ Էներգիա ասվածը ճիշտ է, քանի որ դու ինչ էներգիա տալիս ես դուրս, այդ էներգիան ստանում ես ներս եւ միտքդ էլ պետքա ոչ միայն էներգիան, այլ միտքդ էլ պետքա միշտ լինի positive-ի վրա, որտեվ դու այսպես ասած universe-ին տալիս ես քո միտքը եւ հետ ստանում, այո։ Միշտ պետքա քեզ ավելի ճիշտ է, շատ բոլորիս մոտ stressful կյանք է, չէ՞։ Մենք մեր օրվա խնդիրներ ունենք, բայց պետքա փորձենք ամեն ինչին մի քիչ դրական ձևով նայել եւ հաղթահարել։ Այո։
քննարկումը ավելի արդյունավետ դարձնելու համար կարծում եմ կարող ենք նշել մի քանի կետեր, որոնք մենք ինքներս հասկանում ենք, որ շատ կարևոր է, որպեսզի կարողանանք supportive լինել, հաջողակ լինել կյանքում եւ կարողանալ այդ նաեւ օգնել մեր շրջապատին, կանանց, ինչքան որ կարողանում ենք։ Նրանցից կարծում եմ, որոշ մասը մենք արդեն նշեցինք, խոսեցինք կրթության մասին, ինքնակրթվելու մասին, եւ կուզեմ ավելացնել մի մաս, որ փորձեք ձեզ շրջապատեք այնպիսի մարդկանցով, ումից դուք դեռ սովորելու բան ունեք։ Կայացած մարդկանց հետ շփումը միշտ շատ օգտակար է լինում եւ հաստատ իրենցից դեռ շատ սովորելու բաներ ունենք եւ դեռ Եվ չեմ խոսում շահի մասին, այլ խոսում եմ inspiration-ի մասին, որ motivation-ի մասին այ, որովհետև այդպիսի շրջապատում գտնվելը ինքնըստինքյան քեզ ստիպում է, որ դու էլ չկորցնես քո motivation-ը, ինչպես ասում են, stay focused եւ շարունակեք այն, don't give up, never give up, շարունակեք այն, ինչ որ անում եք։ Համակարծիք եմ, ես երկրորդը կասեմ իմ տեսանկյունից հույզերի ճանաչումը, երբ որ դու գիտակցում ես, որ կարող է որևէ հարցում ինչ որտեղ նախանձեցիր, ինչ որտեղ sense այդ փորձես կառավարել այդ ամեն ինչը եւ կարողանաս քո հույզերը ինքդ ճանաչելով դասավորել, դասակարգել, որպեսզի քեզ համար եւ ինքդ քեզ հետ դու ներդաշնակ կարողանաս լինես, հաշտ լինես, այո, դա ամենակարևորներից է։ Եվ կուզեի ես էլ ավելացնել, որ շատ կարևոր է, երբ որ դու ինքդ քո պլանների մեջ, քո կյանքում լինես consistent։ Կներեք այդ բառը հիմա չեմ կարողանում գտնեմ հայերենով, հաստատուն լինես եւ եթե դու ունես քո դիմացը դրված խնդիր կամ ուզում ես հասնես մի կետի, երբեք ոչ մի կողքի այդ վատ էներգիան, այդ ազդեցությունը, որ չէ, մի փորձի, ես քեզ չեմ տեսնում դրա մեջ, բան, դրանք դա քեզ չխանգարի, այլ դու ինքդ եթե վստահ ես, որ դա է քոնը եւ դու ուզում ես հասնես այդ կետին, դու կարողանաս գնաս դեպի քո դրած նպատակները մեջ։ Բայց ես մի հատ կետ էլ եի ուզում ավելացնել դրան, որ պետքա կանայք նաեւ սովորեն մեկ-մեկ ասել ոչ։ Այո։ Ոչ պատասխաննել է, դա էլ է պատասխան։ Պետք է կարողանանք, եթե մենք չենք ուզում դա անել, մենք չենք անում եւ մենք ասում ենք ոչ։ Եվ ինձ թվում է դա էլ ժամանակի ընթացքում է եկել, որովհետեւ տարիներ առաջ դեռևս մենք կրկին շարժվում ենք ամոթի զգացումով, այո։ Այնպես որ դա էլ է ուզում անպայման նշել, որ դա էլ է պատասխան։ Իհարկե համաձայն եմ եւ անկեղծ ես այդ առումով շատ եմ աշխատում իմ վրա, որովհետեւ ես ավելի շատ friendly, այդ friendly լինելու հասկացողությունը իմ մոտ ավելի շատ զարգացած, բայց կամաց սովորում ես, որ ոչ, չեմ կարող, հարմար չի, արդեն ոնց որ ինքդ քեզ կարողանում ես հարգես, բայց դա էլ գալիս է արդեն քո կյանքի experience-ից, քանի որ երբ որ դու ավելի երիտասարդ ես լինում, կյանքից շատ քիչ փորձ ես ունենում, ավելի քո մտքերի, քո որոշումների մեջ այդքան հստակ չես լինում, բայց արդեն մենք քիչ մեծանալով, ավելի շատ կյանքի փորձ բերելով, արդեն ավելի շատ ես կարողանում դու այդ ոչ բառը օգտագործել, այո։ Մինչև այդ մի քիչ տարիների ընթացքում իմաստությունը դել է շատանում, կյանքի փորձն է դրան նաև նպաստում, բայց ինձ թվում է մի հատ շատ կարևոր ֆակտոր էլ կա այս ամեն ինչի մեջ, time management, որովհետև ինձ թվում է այս դարում բոլոր կանայք աշխատում են, որը աշխատում է, որը իր բիզնեսն ունի, որը ընտանիք, երեխաներ, ամեն ինչ, այսինքն գործից հետո դու դեռ գնում ես եւ շարունակում ես, այսպես ասած, տանը աշխատել, եւ ինձ թվում է դա շատ կարևոր ֆակտոր է, որ մենք չմոռանանք մեր մասին, որովհետև երբ որ այդ self-care-ը դու կարողանում ես քեզ տալ, հիմա օրինակ իմ համար սա էլ է ինչ-որ մի therapy, որ ես կարողանում եմ սա էլ է իմ համար self-care, որ ես կարողանամ նստեմ իմ ընկերուների հետ զրուցել եւ հանգստանալ, թեթևանալ, ցանկացած տեսակի self-care-ը չպիտի մոռանանք, որովհետև երբ որ կինը լինում է mentally հանգիստ վիճակում, դա առաջնային է, որովհետև դա նաև լավ է նպաստում ընտանիքի, երեխաների եւ այլն։ Կանայք, մեր խորհուրդը ձեզ միգուցե ամեն շաբաթ չստացվի, բայց գոնե աշխատեք ամիսը մեկ անգամ ձեր ընկերների հետ դուրս գալ, ոչ գործնական հանդիպման, այլ ուղղակի մեկ բաժակ ժամանցային, կոֆեի շուրջ նստել եւ զրուցել, ձեր մեջի հույզերը դուրս հանել,
ստանալ positive էներգիա։ Եվ այս պոզիտիվ նոտայի վրա էլ վերջացնելով ուզում ենք մեծ շնորհակալություն հայտնել Delice Cafe and Cakes House-ին մեզ հյուրընկալելու համար։ Համեցեք, վստահ եմ շատ կսիրեք այս գեղեցիկ էսթետիկ միջավայրը։ Շնորհակալություն նաև բոլոր նրանց, ովքեր հետևեցին մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին, թողեք մեկնաբանություններ, մենք սիրով կպատասխանենք դրանց։ Մինչ նոր հանդիպում։ See you soon.